Ողջունում եմ բոլորին, ճիշտ ասած չի պլանավորում նման լայվ մտնել այս պահի դրությամբ, բայց հրատապ անհրաժեշտություն առաջացավ եւ երևի թե շատ հազվադեպ դեպքերում եմ ես նման խնդրանքով դիմում, բայց այս անգամ ստիպված եմ դիմել մեր քաղաքացիներին հնարավորինս շատ տարածեն այս տեսանյութը, որովհետև եթե մարդիկ չլինեն տեղեկացված, ապա կարող է դառնան բազմաթիվ անազնիվ եւ ապօրինի գործողություններ իրականացնող մարդկանց զոհ, ինչի մասին է խոսքը։ Վերջերս հայտնի է դարձել, որ մեր ձևով շարժման անունից, ինչպես գիտեք, այսուհետ մենք նաև ուժեղ Հայաստան կուսակցությունն ենք, ոչ թե այսուհետ, այլ արդեն ամսի 12-ից սկսած մենք ուժեղ Հայաստան կուսակցությունն ենք, սակայն մեր ձևով շարժման անունից մարդկանց ֆեյսբուքյան էջով մի բլոգերի անունից հասարակական գործչի անունից հաղորդագրություններ է գնում, որտեղ որ մարդկանց ասում են, իբր Սամվել Կարապետյանը պատրաստվում է դրամական աջակցություն ցուցաբերել իրենց եւ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրան գումար փոխանցեն տվյալ անձին։ Այս կեղծ էջը, որը որ բացվել է այդ հասարակական գործչի անունից, Միկա Բադալյանի անունից, կարծես թե Միկա Բադալյանը եւս հայտարարությամբ հանդես է եկել, որ դա կեղծ էջ է, իր պաշտոնական, իր անձնական էջը չէ, անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի ես էլ մեր անունից հայտարարեմ, որ որևէ նման աջակցության մասին խոսք չկա, Սամվել Կարապետյանը միշտ էլ եղել է արցախցիների կողքին, Արցախի կողքին, բայց ոչ թե այս ձևաչափով, ինչպես որ մարդկանց մեսենջերով գրել, ֆեյսբուքյան, թե պետք է գումար փոխանցեն, որպեսզի իրենց անունով հաշվեհամար բացեն եւ դրա համար պետք է որոշակի գումարի փոխանցում, դա կեղծիք է, սիրելի արցախցիներ, առավել եւս, ինչքան գիտեմ, հիմնականում հենց արցախցիներին են գրում։ Իհարկե, մենք սկսում ենք եւ ընդհանցքավորել ենք իրավական գործընթացը պատասխանատվության ենթարկեցնելու տվյալ մարդկանց, ովքեր որ կեղծիք են տարածում եւ մարդկանց մոլորության մեջ են մտցնում ու փող են կորզում, համապատասխան իրավական գործընթացը կգնա, բայց նաեւ միաժամանակ անհրաժեշտ է, որպեսզի արցախցիները եւ մյուս խոցելի խմբերի մարդիկ լինեն ավելի աչալուրջ եւ մի քանի անգամ ստուգեն, թեկուզ դիցուկ ինձ հետ կապվեն, հարցնեն, արդյոք կա նման միջոցառում, նման աջակցություն արցախցիներին, թե ոչ, ես գրեթե միշտ հասանելի եմ, այնպես որ խնդրում եմ բոլոր հարցերի դեպքում, եթե լինում են նման առաջարկություններ ձեզ, որոնց համար դուք վստահ չեք, կապված մեր ձևովի, ուժեղ Հայաստան կուսակցության անվան հետ, խնդրում եմ անպայման ստուգեք, ինձ հետ կապվեք, հարցրեք եւ միանգամից դուք պատասխանը կստանաք, կհասկանաք արդյոք արժե հավատալ, թե ոչ։ Այնպես որ, ինչպես նշեցի, իրավական համապատասխան գործընթացների մեր քննարկը տրվել է եւ մենք էլ մեր անունից հետեւյալ հայտարարությունն ենք անում, որ այդ ժողովրդությունը որևէ ձևով կապ չունի մեր ձևով շարժման, ուժեղ Հայաստան կուսակցության անվան հետ։ Մենք Տաշիր բարեգործականը Սամվել Կարապետյանը անձամբ տարիներով է ապացուցել, որ արցախցիների կողքին է եւ տվյալ ձևաչափը ընդհանրապես չի համապատասխանում մեր գործելավոճին։ Եթե արդեն դարձել եք տվյալ ժողովրդության զոհը, ապա խնդրում եմ կապվել փաստաբանի հետ կամ կապվել ինձ հետ եւ մենք կփորձենք ձեզ որոշակի աջակցություն տրամադրել։ Շնորհակալություն եւ ինչպես խնդրեցի, այս տեսանյութը խնդրում եմ, որպեսզի տարածվի, որպեսզի արցախցիները միամտաբար գումարներ չփոխանցեն անհայտ ծագումով ինչ որ ֆեյսբուքյան էջերի։ Շնորհակալություն, կապով։